Լճացումով են պայմանավորվում, օբյեկտիվ պատճառը դա է, երկրորդ պատճառը, որ ընդդիմությունը չի կարողանում միավորվել։ Այս երկու պատճառն է։ Մի դեպքում ընդդիմությունն է մեղավոր չի կարողանում միավորվել եւ ամեն մեկը թող իր արածների համար պատասխան տա, ինչու չի կարողացել եւ ինչ ջանք է գործադրել, որպեսզի այդ միավորումը լինի։ Մենք միշտ ենք դրա մասին խոսել, չեմ ուզում դրան անդադ անդրադառնալ, բայց բոլոր ընտրություններում հիմնական նախաձեռնողը եղել ենք մենք, հասկանալով, որ առանց այդ միասնականության ընտրությունները որպես այդպեսին կլինեն ձևական եւ կգնան այն սցենարով, որ իշխանություններն են ուզում։ Երկրորդ պատճառը շատ գլոբալ է։ Հայաստանում ձևավորվել է մեկ մոնոլիթ համակարգ, որը ապահովում է իշխանությունների վերարտադրումը անընդհատ։ Հիմա նույն հարցը ես կարող եմ ձեզ տալ, երբևէ եղել է, որ ընդհանրապես Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա ընտրություններով, ոչ։ Եվ ուրեմն խոսել, որ դա հենց հիմա արձանագրվեց, սխալ է։ Այս ամենը անկախացումից ի վեր Հայաստանում մենք չենք տեսել։ Մեկ անգամ է դա եղել 90-91 թվականներին։ Այդքան բան։ Դրանից հետո մենք չենք ունեցել իշխանափոխության հնարավորություն ընտրությունների միջոցով։ Սա միայն ընդդիմության մեղքն է, ոչ կարծում եմ։ Ընդդիմությունն էլ մեղք ունի, բայց դա միայն ընդդիմության մեղքը չի։ Սա գալիս է նրանից, որ այսօր մեր գնահատումը գնալով ավելի ու ավելի կարծում եմ կդառնա ընդունված բոլորի կողմից, որ ոչ թե պետք է խոսել միայն քաղաքական մոնոպոլիայի մասին, այլ իշխող կուսակցության եւ պետության նույնացման մասին։ Մենք դուրս ենք գալիս ընտրապայքարի, ոչ թե պայքարում ենք հանրապետական կուսակցության հետ կամ նրա դեմ, այլ պայքարում ենք մեր իսկ ստեղծած պետության ռեսուրսների դեմ։ Մենք ենք ստեղծել այդ ռեսուրսները, բոլորս միասին, այդ ռեսուրսները ժողովուրդը բնականաբար առաջի հերթին։ Այդ ռեսուրսներն օգտագործվում է իշա մեկ ուժի։ Այս է վիճակը։ Այս վիճակը չփոխվի, չի փոխվի ոչ մի բան։ Պարոն Ռուստամյան, այդ ձեր ասացի հետ կապված, ուրեմն առաքելություն կուսակցության այդ անդամներից մեկը Մանուկ Սուքիասյանը կարծեմ անմիջապես Երևանի ավականու ընտրություններից հետո հայտարարեց, թե ընդդիմությունը այնպես է զարմանում, կարծես թե մտածում էր, որ իշխանությունը ձեռքերը ծալած նստելու է կամ քնելու է եւ Գաբրիել հրեշտակապետը այցելության է գնալու համար, այսինքն նկատի ուներ, որ դա պետք է արդեն իսկ տեսանելի լիներ եւ post-scriptum, այսինքն որպես հետգրություն արձանագրելը դա ճիշտ չի, այսինքն դուք պետք է կանխատեսեիք եւ ինչը եւ անում էիք։ Ես ավելի շատ հակված եմ գնահատել այն քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների տեսակետները, որոնք իմ աչքի առաջ մեզնից ոչ պակաս շապիկ են մաշել ու փոխել այս ամբողջ գործընթացի մեջ։ Նոր մտել են այս process-ի մեջ, մի քիչ թող ավելի լավ գնահատել իրավիճակը։ Վերանանք անձից համարեք, որ դա հնչում է։ Ես հակված եմ մեկնաբանել այդ տեսակետները, եւ այդ մյուս տեսակետները դեռ հասունացած չեն։ Դրա մասին խոսել ենք, նոր բան չկա մեր ասածների մեջ, շարունակելու ենք նույնն ասել, ոչ զարմացել ենք, ոչ էլ զարմացնում ենք, իրենք են զարմացել։ Մենք գիտենք, որ իշխանություններն այդ ոճով են աշխատելու եւ աշխատում են, ասում եմ, 91 թվից այս կողմ բոլոր ընտրություններում, այդպես է եղել։ Պարոն Ռուստամյան, Արտվիկ Մինասյանը ուրեմն վերջերս ի պատասխան հարցի, թե կարծեմ դուք եք հարցնում խորը թե դաշնակցությունը ճգնաժամ է ապրում, ասաց, որ ոչ, քանի որ այնինչ որ 120 տարեկան է, հավերժ է եւ համարյա սուրբ է։ Այսուհանդերձ ավելի ուշ ես մամուլում ծանոթացա, որ դաշնակցությունը արտահերթ Գերագույն ժողով պետք է անի ինչ որ ներքին, նաև ղեկավարության հետ կապված խնդիրներ։ Այդպիսի որոշում չկա։ Մեր մոտ կա շատ բնական գործընթաց, ես նոր մի քիչ առաջ դա էի ասում, որ միշտ էլ տեղի ունենում, ընտրությունները ավարտվեցին, 3 ընտրություններ ավարտվեցին եւ բնականաբար մինչեւ հաջորդ ընտրությունները շատ լուրջ հնարավորություն է ամեն մի կուսակցության, իսկ դաշնակցության համար հատկապես, որտեղ թերևս ամենաժողովրդավարական կառույցն է, գնալով երբ մեր ժողովուրդը մի քիչ ավելի կճանաչի իր իսկ ստեղծած կուսակցությունը, կտեսնի, որ այդ կուսակցությունը բազմիցս է դա ապացուցել, որ բոլոր դեպքերում ինքն իր մեջ ուժ ունի առողջ քննարկումներով գնահատել իրավիճակը, ստեղծված վիճակում փակուղային ելքեր գտնել, ոչ թե դաշնակցությունն է փակուղու մեջ, երկիրն է փակուղու մեջ։ Ժողովուրդն է նույն վիճակում, ինչ վիճակում դաշնակցությունը։ Այս է վիճակը, ժողովրդի վիճակը եթե լավ է, ու դաշնակցության վիճակն էլ է լավ։ Ժողովրդի վիճակը վատ է, դաշնակցության վիճակն էլ է վատ։ Դա նորմալ է, եւ 120 տարի այդպես է եղել։
Պարոն Ռուստամյան, ընտրություններից հետո կարծես թե հասարակությունն է փորձում մենակ պայքարել իշխանությունների դեմ, օրինակ ազատամարտիկներն են բազմաթիվ անգամ բողոքի ակցիաներ անում, գազի գնի վերանայման հետ կապված ակցիաներ են տեղի ունենում, այսօր ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը ժողովրդի կողքին կանգնած չէ։ Ինչով եք դա Այդ բոլոր այդ ձեր ասած դեպքերում ես այնտեղ եմ եղել։ Պարոն Ռուստամյան, անհատական չեմ ասում։ Անհատ ես չեմ եղել այնտեղ։ Ես որպես կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ եմ այնտեղ եղել եւ ոչ միայն մենակ ես եմ եղել, այլ նաեւ մեր կուսակցական ընկերներով։ Խոսքը շարժում ձևավորել եւ Շարժումը չի օդի մեջ ձևավորվում։ Շարժումը ձևավորվելու համար շատ լուրջ տքնաջան աշխատանք է անհրաժեշտ, որի ձևերն էլ ասել ենք, բանաձևերն էլ ասել ենք։ Այս հետընտրական շարժման ժամանակ ելույթ եմ ունեցել Ռաֆու հանրահավաքներում եւ այդ բոլորի մասին ես մեկ ասել եմ։